Սովորաբար ապրիլի վերջին եւ մայիսի սկզբին սկսվում են դպրոցական էքսկուրսիաներ, ընտանիքով քաղաքից դուրս են գալիս եւ ընկերներով գնում են մոտակա լճակում հովանալու, նաեւ այն վայրերում, որտեղ լողալն արգելվում է, ինչի պատճառով էլ մեր մարզում ջրահեղձության դեպքերը վերջին մի քանի տարիներին զգալիորեն ավելացել են։ Անցյալ տարի գրանցվել է ջրահեղձման 5 դեպք, որից 3 ախույրան կետում այդ Վարամբերդի եկեղեցու հետ ներքևում գտնվող հատվածում։ Անհրաժեշտ է աշխատանքներ ստանել, որպեսզի նման դեպքեր չկրկնվեն, դրանք պետք է լինեն ուսուցողական, խրատական, ինչպես նաև իրավական բնույթի։ Շիրակի մարզի դատախազը եկավ ողջերս անցավ այդ խեղտողի, երկրորդ խեղտողի ժամանակ էր։ Սա հայրիկ դուք հեչ ասում եք, որ չի կարելի, խորոն է, առաջվա ջրվեժը չէ։ Ասում ենք, հալողին ասում ենք, գնացողին ասում ենք, ինչ ասենք։ Սեմ երեխեք ջան, առաջվանը չէ, թեկուզ շոճ է, գնացեք բարձած է մեկ ինչ բերև, այնտեղ ջուրը քիչ է, մեկ մնի արպաչայը։ Մենք մարզում չունենք լողապեր, այսինքն որտեղ օրինական կարելի է լողանալ։ Մարզում գտնվող ջրային տարածքները հատկապես այս ամիսներին են առավել վտանգավոր, քանի որ հալոցքների հետևանքով ջրի մակարդակն ավելի բարձր է, նշում են փրկարարական վարչությունից։ Ցուցանակի վրա գրված է, որ չի կարելի լողանալ եւ դա մի մեթոդն է։ Ուրեմն նույնիսկ Վարամբերդում անցյալ տարի նշանակվել էին ոստիկանությունից հսկիչներ, երկուքի, որոնք հսկեն, բայց տարածքը քանի որ մեծ է եւ մարդիկ տարածքը ամբողջ հնարավոր չի հսկողություն սահմանել։ Այսինքն եթե մենք վերցնենք, մենք մի ամբողջ յետարենք ոստիկանությունը վերցնել, մարզը չեն կարող հսկել, որովհետեւ պատկերացրեք օրինակ Արփալիջը այդքան հեռավորության վրա, եթե նրա շրջակայքի իշխան մեծ տարածքի գրավում եւ այնտեղ եթե մեկը լողանա, նա ով պիտի հսկի։ Ջրահեղձության դեպքերի կանխման համար կարևոր է նաև քաղաքացիների տեղեկացված լինելը։ Նշենք, որ Շիրակի մարզում լողալու համար նախատեսված ջրային տարածքներ չկան, իսկ մարզի տարածքում գտնվող լճերը, գետերը եւ ջրամբարները անվտանգության եւ սանիտարահիգիենիկ առումով նախատեսված չեն լողալու համար։ Նաիրա Նալբանդյան, Տիգրան Կասաբյան, Գալա Նյուս։